Բան է եղել, ինչ-որ մեկին սպասում ես? Չէ, այս ժամին ում պիտի սպասեմ։ Ով ես, ում ես ուզում։ Համել բարով ձեզ։ Տղա ջան, ինչ ես անում այստեղ։ Ով ես, ում ես ուզում։ Հորս ընդամենը, Սարիկին։ Ոնց դու Սարիկի տղեն ես։ Թե այս ջան, ցավը տանը մենակ տենց վախեցած մի նայ, էլի։ Ուրվական չես տեսել, հերս ուրա։ Հերդ։ Ոնց հասկանում հարցերից չես պատասխանելու։ Ավելի լավ է ես գնամ գտնեմ պապային։ Պապա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք առաքում ունեք։ Հա, շնորհակալություն։ Խնդրեմ։ Մոռացել էի, որ խանութիդ բաներ են պատվիրել։ Ոնց որ գրեցինք ես։ Հա։ Հա, ընկերուհիս է։ Ադելի ու Լիզայի հետ շփվում ես։ Չէ։ Ճիշտ ասած մի երկու անգամ փորձ եմ արել, բայց ապարդյուն։ Ոչ մի բան միակողմանի չի լինում, չէ։ Դե չէ, իմ կարծիքով էլի պիտի փորձես, որովհետև հիմա Լարիսը չկա։ Ինձ թվում է շատ ճիշտ կլինի, որ իրենց կողքին լինես։ Հա, շատ եմ ուզում։ Սիրտս շատ է ցավում։ Լարիսի թաղման ժամանակ, երբ տեսա Ադելին, հազիվ ինձ զսպեցի, որ չմոտենամ ու չգրկեմ։ Բոլորդ մտածում եք, որ ես անսիրտ եմ, սիրտ չունեմ, սիրտս քարից է, բայց տենց չի։ Ամեն դեպքում աղբերս է, հիմա Արյունն է, այդքան խնդիրների մեջ խրված, հիմա էլ Լարիսի կորուստը։ Խնդիրներ։ Իմ կարծիքով խնդիրները նոր են սկսել։ Աստված չանի, որ կասկածներս հաստատվեն։ Ինչ կասկածներ։ Աղբերդ ոչ մի ձևով Սարիկից ձեռ չի քաշում։ Հեռու չի մնում։ Լարիսը մինչև մահանալը զանգել էր ինձ։ Զանգել էր ու ուզում էր գալ մոտս։ Եվ հասցրեց այդքան ասի, որ Սարիկից փրկեմ այվազին։ Իսկ այդ նշանակում է, որ ինչ-որ բան ա լսել, տեսել կամ իմացել։ Բայց ինչ։ Չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ Ադելի վիրահատության գումարը այվազը վերցրել է Սարիկից։ Այդքան գումար ով պիտի տար, թեկուզ Պարտքով։ Իսկ դու մոտավորապես պատկերացնում ես, չէ՞ ինչ է նշանակում Սարիկից օգնություն խնդրելը կամ օգնություն ընդունել ընդհանրապես։ Դա նշանակում է ուղղակի կանգնել ականի վրա։ Իսկ այդ նշանակում է, որ ինձ էլ, իրան էլ ուղղակի գցում է փորձանքի մեջ։ Ոչ մի կերպ ես այդ տղուն չեմ կարողանում հասկացնել, որ խոսի, ասա, բացատրի, կիսվի, որ հասկանամ ինչի մասին է խոսքը։ Վիգեն կարող է Լարիսը ինչ-որ մի բան սխալ է հասկացել։ Չէ։ Ասում եմ լացում էր, գոռում էր։ Օգնություն էր խնդրում, որ փրկեմ, այվազին փրկեմ Սարիկից։ Տեղս չեմ գտնում։ Պետք է այնքան են խառնվել, որ արդեն էլ չգիտեմ ինչ մտածեմ։ Ինչ ասես մտքովս անցնում է, ինչ ասես։ Օրինակ ինչ։
Չգիտեմ։ Լավ։ Ես գնամ։ Ես ինչ արագություն է։ Այվազ։ Արա, քո ամբողջ կյանքը սուտ է։ Արա քո մեջ մի բան կա, որ ինչ-որ ճիշտ գնացել է այս կյանքում։ Լսի, բաց թող ու մարդավարի բացատրի ինչ է եղել, կարող է գիտես այդ քո հայացքից պետք է գուշակեմ։ Ավետն էր եկել, պապա։ 20 տարուց ավել թաքցրել ես, որ երեխա ունես։ Կարող է հանգարց անձնագիրդ բացենք պարզվի Մակարյան Սարիկն էլ չես։ Լսի, անձնական մանրամասները մեր պայմանավորվածությունների մեջ չեն մտնում։ Տղետ պապային է ման գալիս պապայի գործի տեղը։ Ծանոթանա պապայի աշխատողի հետ։ Ոնց հասկանանք այս ամեն ինչը։ Արա դու այդ ինչ խղճով ես այդ երեխուն ներքաշում ես կեղտոտ գործի մեջ, դու ընդհանրապես սարսափություն չունես։ Դու չէի խոստացել, որ իմ մասին ոչ ոք չպետք է իմանա։ Լսի, ավետը ոչ մեկի մասին ոչ մի բան էլ չգիտի ու չպետք է իմանա։ Ու Վիգենն էլ նրա գոյության մասին պետքա չիմանա։ Հասկացա՞ր։ Որովհետև ես գիտեմ Վիգենը ամեն ինչ անելու է, որ ինձ փակի։ Նրանից ամեն ինչ սպասելի է, այդ դու իրան լավ չես ճանաչում, դու։ Ու հուսով եմ մի օր մաշկիդ վրա չես զգա անկերոջդ պրոֆեսիոնալիզմը։ Ես ու Վիգենը շատ ենք քո համար։ Դու տենց է չճանաչեցիր ոչ ինձ, ոչ էլ Վիգենին։ Պապ։ Հեչ, հեռախոսը սանջատվել է։ Շատ շտապ պետք է զանգեմ բաժին, որ տեսնեմ կարիքը կա, գնամ թե չէ։ Իմը զանգի։ Բաբայաննա, այդտեղ նորմալ է ամեն ինչ։ Լավ, դե ուրեմն ես առավոտը կգամ։
Եթե պարզվի, որ Այվազը Սարիկի հետ կապ ապահում, ես իհարկե ծանր կտանեմ, շատ ծանր։ Բայց Այվազին չեմ կարողանա մեղադրել, որովհետև ինքը ամեն խոսքի մեջ ասում է, որ չի կարող մանկության ընկերոջը ջնջել ու հեռացնել, որ եթե պետք լինի, հաստատ օգնելու է։ Բայց եթե հանկարծ պարզվեց, որ դու ես ինձ խաբում։ Ես։ Հիմա պետք չի ոչ մի բան ասես։ Ընդամենը իմացի, որ այն ժամանակ ես ինչ որ ձևով քեզ հասկացել եմ ու կուլ եմ տվել ամեն ինչ։ Բայց ես անգամ չէ։ Հաստատ չեմ կարողանա։ Սպասի։ Լիզ, ուզում եմ քեզ մի բան խնդրեմ, կլինի։ Հա, ասա։ Պապան ասաց, որ պիտի տեղափոխվենք։ Ես շատ վատ եմ։ Ես հասկանում եմ, որ դու էլ ես վատ, բայց Լիզա, սենց գոնե հովունա կողքս։ Դու հասկանում ես, ինչ կլինի, եթե ես գնամ հիմա ստեղից ու հովոն էլ կողքս չլինի։ Իմ վերջին հույսը, որ կարող է վիրահատվեմ ու քայլեմ կկորի, հասկանում ես, իսկ սենց հովոն ինձ օգնում է։ Այդ իմ վերջին հույսն է, Լիզա։ Լիզ, կլինի պապայի հետ խոսես ու ասես, որ չտեղափոխվենք։ Գոնե հիմա չէ։ Խնդրում եմ, էլի։ Կխոսես, չէ՞։ Երեխեքն ասեցին ինձ ես հարցրել։